Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսյանը, եղբայրներ, քույրեր ջան, Տիրոջ մեծ ողորմության համար, այս օրերի համար, որ Աստված մեզ հնարավորություն ա տալիս ամեն րոպե, ամեն օր շտկվենք Տիրոջ առաջ։ Ես այսօր ուզում եմ սիրելիներ մի թեմայի շուրջ խոսամ, որի կարծես որը մեր ընտանիքներում կարծես թե ամեն օր կա եւ վերաբերվում է բոլորիս, իհարկե ես տեղից երբ որ խոսում եմ, ես առաջինը ինձ եմ վերագրեմ եւ ինչ որ ասում եմ, ես դրա մեջով անցել եմ եւ անցնում եմ եւ դեռ պետք է անցնեմ։ Թող փառավորվի մեր Տիրոջ անուն։ Ուզում եմ խոսամ մեր ընտանիքներից։ Ես հուսով եմ, որ մենք ճիշտ կհասկանանք, ոչ թե մեծ ենք խոսեմ, սիրելիներ, այլ այս խոսքը վերաբերում է բոլորիս, առաջինը ինձ։ Մենք ունենք զավակներ, որոնք Տիրոջ եկեղեցու մեջ են, մենք ունենք զավակներ, ընտանիքի անդամներ, որոնք եկեղեցու մեջ չեն, ու մեր սրտի ցավը կարելի է ասել ամեն օրվա ցավը հենց դա է։ Տենց հա թե տենց չի, ժողովուրդ ջան։ Մեր ամենամեծ ցավը, եւ գիտեք շատերն էլ երբ որ Տիրոջ տան մեջ են, դա էլ դեռևս չի նշանակում, որ մենք պետք է հոգ չանենք, որովհետև պետք է մինչև վերջ մենք բոլորս մնանք Տիրոջ տան մեջ։ Սակայն սիրելիներ, եղնում է ժամանակ, որ առանց մեր հասկանալու նույնիսկ մենք խրատ ենք տալիս ոչ թե մեր զավակներին դեպի Տիրոջը բերելու, այլ հեռացնելու։ Հիմա կասեք, ես ինչ ա խոսեմ։ Ոնց կարա մարդը իր ընտանիքին, իր զավակին խորհուրդ տա ոչ թե դեպի Տերը գալու, այլ ընդհակառակը հեռանալու։ Ես ուզում եմ կարդամ երկրորդ մնացորդաց 22-րդ գլխից մի հատված, երրորդ համարից եմ ուզում կարդամ, որը երկրորդ համարից կկարդամ մի թագավորի մասին։ Վոքոզյան 42 տարեկան էր, երբ թագավոր եղավ եւ Երուսաղեմի մեջ 1 տարի թագավորություն արեց։ Նրա մոր անունը Գոթողիա էր եւ Ամրիի աղջիկն էր։ Անիկա էլ Աքաբի տան ճանապարհների մեջ քայլեց, քանզի անոր մայրը չարություն անելու խորհուրդ կտար անոր։ Անիկա Տիրոջ առջև չարություն հրավ Աքաբի տան պես, վասնզի իր հոր մեռնելուց հետո անոնք էին իր խորհրդականները իր կործանման համար։ Սելիներ Սուրբ Գիրքը ասում է, որ նրա մայրը նրան խորհուրդ էր տալիս իրան կործանելու համար։ Ես ուզում եմ, որպեսզի մի բան մենք մտածենք, մեզանից ով է իր զավակին այնպեսի խորհուրդ տալի, որ վերջում գնա այդ մարդը կործանվի։ Կա տենց մարդ ստեղ, որ ինքը խորհուրդ տա, ասի գնա կործանվի, բայց ինչի համար է սիրելիներ։ Այսօր երբ որ նայում ենք, տեսնում ենք սիրելիներ, որ մենք մեր ապրած կյանքը, մեր տված խորհուրդները այս աշխարհի մեջ շատ ժամանակ եղնում է Տիրոջից հեռացնելու համար։ Մենք ոչ թե զավակին խորհուրդ ենք տալի Տիրոջ տունը մտնելու համար, այլ Տիրոջից հեռանալու համար։ Ես օրինակները կբերեմ, երբ որ տեսնում ենք սիրելիներ, ամեն մեկը սովորեցնում ենք կյանք, ամեն մեկը սովորեցնում ենք հաջողություն, ամեն մեկը սովորեցնում ենք լավ աշխատանք, լավ գործ, լավ կարիերա, տենց ենք սովորեցնում, թե չէ։ Ես էլ եմ սովորեցել, ես հիշում եմ, երբ որ նորոյին ասում էի, տղա ջան, պետքա դու լավ հոգևոր եղնես ու լավ բժիշկ եղնես։ Հիմի ոնց այս մարդը տեղավորվի սրա մեջ, գիտեք ժողովուրդ ջան, մենք լավ բան ենք ուզում իրանց սովորեցնենք։ Ասում ենք դու պետքա համ լավ բժիշկ եղնես, համ լավ հոգևոր եղնես։ Հիմա ընտրությունը ոնց անի այս մարդը։ Գիտեք ժողովուրդ ջան, մենք շատ ժամանակ բաներ ենք ասեմ, որը որ իրար հետ համատեղելի չի եղնեմ։ Մենք պետք է մենք ճիշտը ասենք, իսկ մնացած ընթացքը, երբ որ դու ճիշտն ես ասեմ, Տերը կարա ինքը դասավորի եղբայրներ քույրեր։ Այսպիսի մի մայր ա եղնեմ, իր երեխուն ուղարկում ա տենց քաղաք ասма գնա լավ մարդ դառնա։ Պաշտամունքներից դուրս ա գալիս այդ երեխեն գնում ա քաղաքը, մեծ քաղաքում սովորում ա եւ գիտեք, անցնում ա որոշ ժամանակ եւ մի օր էլ վերադառնում ա այդ երեխեն Կիրակի օրն ասում ա, մայրն ասում ա գնանք պաշտամունքի, ասում ա ինչ պաշտամունք ասում ա մամ ջան,
Աստված չկա, ասում այդ բոլորը սուտ ա եղել։ Եվ այս ծնողը դառը մտածում ասում է, «Էս ինչ կատարվեց այս երեխու հետ։ Ես իրան ուղարկել եմ, որ ինքը գնա մեծ քաղաքում, լավ մարդ դառնա, իր համար կյանք սարքի, որ եկուց էլոր հացի տեր դառնա, բայց այսօր այս մարդու կյանքի մեջ մի բան պակասեց, ինչը պակասեց, Աստվածպաշտությունը ժողովուրդ ջան։ Այսօր մենք շատ ժամանակ այս աշխարհի լավ խորհուրդները տալիս ենք, այս աշխարհի լայն ճանապարհը ցույց ենք տալի, գիտեք, երբ որ դու ասում ես, որ կա կյանք, կա հաջողություն, կա լավ կարիերա, լավ աշխատանք, լավ տուն, լավ մեքենա, լավ ընտանիք, այս բոլորը լավ բաներ ա, եղբայրներ, քույրեր։ Մենք սա ենք սովորեցնում մեր երեխեքին, բայց մենք չենք ցույց տալի, որ այս կյանքի մեջ կա նեղ դուռ, այս կյանքի մեջ կա դժվարություն։ Մենք ուզում ենք, որ մեր երեխեքը միշտ ծիծաղեն, գիտեք ժողովուրդ ջան, մենք լավ բան ենք ուզում, լավ բան ենք սովորեցնեմ, բայց մենք չենք սովորեցնում, որ լացեղնել էլ կա այս կյանքի մեջ։ Հիշեք, աշխարհը մի օր գալու է, որ լացացնելու է, անկախ նրանից ես ուզեմ թե չուզեմ, բայց մենք պետք է սովորեցնենք, որ ճիշտ ճանապարհը այս նեղ ճանապարհն է։ Ինչն է խանգարեմ, գիտեք, մի հատ թագավոր էլ կար, Երկրորդ Մնացորդաց 24-րդ գլխի մեջ գրված է Հովհաննես թագավորի մասին, գրված է, որ Հովյադա քահանան իր բոլոր օրերի մեջ իրան դաստիարակում էր եւ ասում է, եկավ մի օր, երբ որ Հովհաննեսը ուզեց Տիրոջ տունը նորոգել, 4-րդ խոսքն է, 24-ի 4-րդ խոսքն է։ Այնպեսի դաստիարակություն տեսավ այս մարդը, որ մի օր ուզեց Տիրոջ տունը նորոգի։ Եկեք այսօր մենք նայենք ժողովուրդ ջան, մեր երեխեքը այսօր դեպի Տիրոջ տուն են վազում, թե դեպի աշխարհն է իրանց ուշքու միտքը։ Մեր ամեն օրվա տան խոսակցությունը, մեր ամեն օրվա դաստիարակությունը, իրանք մեր մեջ ինչն են տենում, մեզ մար որն է թանկ։ Եթե այսօր ժողովուրդ ջան, մենք չենք ասում մեր զավակներին, ասում ենք հեռացի Տիրոջ տանից, մենք չենք ասում մի հավատա Աստծուն, ընդհակառակը մենք ասում ենք, գիտեք, առաջինը սա է, բայց մեր սրտի մեջ առաջինը գիտեք որն է, որ ինքը այս կյանքի մեջ հաջող եղնի։ Մենք այս տատանումները իրանք մեր մեջ տեսնում են, մեզ մար որն է կարևորը, եւ ինքը նայում այդ է քեզ մար, Տերը չի առաջինը, ինքը այդ քո խոսքերը ետինա գցեմ։ Ինքը տեսնում է, որ քեզ մար այդքան իրական չի առաջի եղնի, թե երկրորդ եղնի։ Երբ որ այսպիսի մի պատմություն կա, երբ որ շատ ժամանակվա պատմություն է, եղնում է մի աղջիկ, սովորում է տենց բարի տեղում, ասենք բարի ուսուցչուհի պետք է դառնա, եւ իր ամբողջ մայրը, իր ամբողջ տենց բանը տալիս, ասում է դու պետք է լավ մարդ դառնաս, դու պետք է խորհուրդներ տալիս, դու պետք է կյանքում հաջողակ եղնես, դու պետք է շրջանի ամենալավ տենց բարի դասատուն եղնես, պարուսույցը լինես եւ այդ երեխուն տանում է բարի է տալիս։ Ու մի օր էլ պաշտամունքի ժամանակ, երբ որ խոսք է գնում եւ վերջում եղբայրները հրավիրում են առաջ, ասում են, որ ուզում է իր կյանքը Հիսուսին տա, թող առաջ գա։ Եվ այս աղջիկը խոսքը կպել է սրտին, ուզում է առաջ գնա, մայրը ասում է, «Էս ուր ես գնում»։ Ասում է, «Գնում եմ սիրտս Հիսուսին տալու», ասում է, «Գիտես աղջիկ ջան, դու այս կիրակին կանցնի, այս շաբաթ դու քննության ես, դու պետք է պարապես, դու ժամանակ չունես, սիրտդ Այն մյուս կիրակի կտաս Հիսուսին, մեկը պաշտամունքներ է, ամեն օր պաշտամունքը գնում է, ինչ տարբերություն, այն մյուս կիրակի կտաս։ Եվ այսպես որոշումով պարապում է, քննությունը լավ տալիս է, լավ պարում է, լավ քրտնում է եւ գիտեք, թոքաբոր բան գնում։ Այն ժամանակներում տենց դեղեր չկար ու վերջը երկար չեմ պատմեմ, ծանրացնում է այս վիճակը Եվ գալիս է մի օր, որ արդեն մահվան անկողնու մեջ երեխեն կանչում է, ասում է, մամ, դու ինձ ասում է, սովորեցրեցիր, ոնց ես ապրեմ, դու ինձ սովորեցրեցիր, որ կյանքում պետք է լավ մարդ եղնես, դու ինձ սովորեցրեցիր, որ պետք է լավ կարիերա ունենաս, հաջողություն ունենաս, լավ տուն ունենաս, լավ ընտանիք ունենաս, ասում է, բայց դու ինձ չես սովորացրել, ոնց մեռնեմ, խնդրում եմ սովորացրու, ոնց մեռնեմ ես, գիտեք ժողովուրդ ջան,
Առանց Հիսուսի մենք կարանք ապրենք։ Գիտեք, կարանք ապրենք։ Այսօր աշխարհում շատերը առանց Հիսուսի ապրում են։ Բայց գիտեք, առանց Հիսուսի չենք կարա մեռնենք։ Առանց Հիսուսի մեռնելը, գիտեք, դա հավիտենական կորուստ է։ Երբ որ կարդում ենք Երեմիա մարգարեություն 9-րդ գլխի 20-21 համարներում, ես ուզում եմ այդտեղը կարդամ, սիրելիներ, Երեմիա մարգարեություն 17 համարից կարդամ, զորքերու Տերը այսպես կսե, մտածեցեք ու լալկան կիներ կանչեցեք, որ գան, եւ հանճարեղ կիներուն լուր ղրկեցեք, որ գան, որ մեզի համար շուտով ողբի ձայն բարձրացնեն, որպեսի մեր աչքերը արցունքներ իջեցնեն եւ մեր արտևանունքները ջուրեր վազեցնեն։ Հետաքրքիր է, ասում է մեզ համար լացող կիներ կանչեցեք։ Ինչի համար լացող կիներ կանչեցնեն։ Այն ժամանակներում, երբ որ մարդ էր մեռնեմ, չէ՞ որ լացող չեր եղնեմ, տենց կարող է լսած եղնեք, փողով մարդ էին կանչեմ, չէ՞ որ գան լաց եղնեն։ Ինչի համար, որտեւ այդ մեռելի վրա լաց եղնող չկար։ Այդ մեռելի վրա լաց եղնող չկար, փողով մարդ էին կանչեմ, որ լաց եղնելը, որ իրավիճակ ստեղծեն, տրամադրություն եղնի, բալքի են մնաց հասնել լաց եղնեն։ Հիմա Սուրբ Գիրքը Երեմիա մարգարեն այսպես ասում է, Տերը ասում է, որ լացող կիներ կանչեցեք։ Ինչի համար են գալու այս լացող կիները։ Ինչ պետք է անեն։ 20-րդ խոսքում այսպես է գրված. Ուրեմն ով կիներ, Տիրոջ խոսքը լսեցեք եւ ձեր ականջները անոր բերանի խոսքը թող ընդունեն եւ ձեր աղջիկներին ողբ սովորեցրեք եւ ամեն կին իր դրացին եղերգություն թող սովորեցնե։ Ինչի համար սելիներ գրված է, վասնզի մահը մինչև մեր պատուհանները եկավ, մեր պալատները մտավ, որպեսի փողոցներից տղաները եւ հրապարակներից երիտասարդները բնաջինջ անե։ Սելիներ, ինչ էր այս մահը։ Այդ որ մահն է, որ այսօր մտել է, գիտեք, ես հիշում եմ առաջներեմ Երանի ենք տալիս, ասում ենք, այն 5 տարիները լավն էր։ Այն 5 տարիներին ոչ լույս ունեինք, ոչ գազ կար, ոչ ջուր կար, ոչ մի հարմարություն չկար։ Բա ինչի ենք Երանի տալի, ժողովուրդ ջան։ Ինչն է այդ մահը, որ մտել է այսօր մեր տները։ Այսօր այդ մահը այսօրվա մեր հարմարավետությունն է։ Այսօրվա այս աշխարհի կյանքն է, ժողովուրդ ջան։ Ու մենք այսօր մեր ընտանիքներում միշտ դրա մասին ենք խոսում։ Մեր ընտանիքների ամեն քայլը, երբ որ իրիկունը գնում եք տուն, տեսեք, մեր ամբողջ զրույցը, մեր ամբողջ սենց ասած աշխատանքը նա է, որ տան ամեն բաները հասցնեն, երեխեքի ամեն բաները հասցնենք։ Ու այսօր մենք այդ հարմարավետությանն ենք կարոտե։ Ներողություն, այսօր մենք այն առաջներեն, որ նայում ենք ոչ մի բան չկար, բայց լավ էր, այսօր տեսնում ենք այդ հարմարավետությունը, այսօր մահա դառե մեր ընտանիքների մեջ։ Ու այսօր մեր զավակները դեպի դրա ուղղությամբ են գնում, նեղ դուռը թողել են, բոլորը լայն դուռ են ուզում, բոլորը լայն ճանապարհ են ուզում, իհարկե Հիսուսի անունը տալով են գնում, բայց սիրելիներ, դա այդպես չի։ Առաջներեմ, երբ որ պաշտամունքներ էր եղնեմ, ես հիշում եմ տատերի ձեռին, քույրերի ձեռին այն վաղ փոքր էինք, մեզ մար բոլորն էլ տատ էին։ Ես հիշում եմ թաշկինակներ կային։ Թաշկինակներ կային ու ամեն խոսքը երբ որ եղնում էր, աղոթք եղնում էր եւ այդ թաշկինակներով արցունքներ էին մաքրեմ։ Իսկ այսօր ժողովուրդ ջան, մեր աչքերում ով է վերջի անգամ արցունք տեսե։ Այսօր լավագույնը սարֆետք եք հադարել, չէ՞ այն էլ թաց սարֆետք եք, արդեն արցունքները մեջին է։ Էլ լացեղն էլ պետք է արդեն թացածած սարֆետք եք հադարել, ծիծաղում ենք, բայց ժողովուրդ ջան, այսօր նայում ենք, ինչ ենք մենք սովորեցնում, ինչ են տենում մեր երեխեքը մեր մեջ, եթե մեր մեջ չեն տեսնում այդ արցունքը։ Եղբայրներից մեկը մի հատ հետարքիր խոսք ասում է, աչքի դեղը դա արցունքն է։ Աչքի դեղը դա արցունքն է։ Ու այսօր մենք ինչքան ժողովուրդ ջան, լա հիշեք, ինչքան մենք լաց եղել Տիրոջ առաջ։ Գիտեք, աշխարհում արցունքը սրբում ես գնում է, բայց Տիրոջ մոտ այդ արցունքները հավաքվում է։ Ինչքան մենք լաց եղնեմ, ինչքան մենք ուզում որ մեր զավակները Տիրոջ տանը մեծանան։ Այսպիսի մի պատմություն կա, ասում եմ մի երեխա հիվանդ է եղնեմ եւ այդ իրա ծնողները հարուստ մարդիկ են եղնեմ
վերջը 100 հատ բժշկի են տանեմ, ոնց բժշկեն, այս սրա հիվանդությունն են եղնեմ, որ ինքը ուրախ չի եղնեմ, երջանիկ չի եղնեմ, չեն կարեմ գտնեն ինչ հիվանդություն ասա, վերջը մեկ է գալիս ասմա գիտես, մենք գտել ենք սրա, ոնց պետք է եղնի սրա բժշկությունը, ասմա ոնց պետք է եղնի, պետք է ասմա ինքը մի հատ երջանիկ մարդու շապիկ հագնի, սա ռոշկա շապիկ հագնի, երբ որ ինքը այդ շապիկը կհագնի, ինքը երջանիկ կդառնա, ընկնում են այս թագավորության բոլոր տեղերը սկսում են երջանիկ մարդ մանգալը, գնում են հարուստների մոտ ասում են սրանք երջանիկ կեղնեն, ասում չէ մենք հեռու են երջանկությունից, գնում են գիտնականների մոտ ասում են սրանք աշխարհ տեսած կեղնեն, ման են գալի, փնտրեմ են, ստեղ են փնտրեմ, ընդեղ են փնտրեմ, ոչ մի երջանիկ մարդ չկա, վերջում երբ որ վերադառնալուց են եղնեմ, տենում են մի հատ չոբան, ոշխարներն արածացնում, ասում են, գիտես դու երջանիկ մարդ ես, ասում ես շատ երջանիկ եմ, ասում ոնց ես երջանիկ, ասում որովհետև ես կյանքում որևէ խնդիր չունեմ, Աստված ինչ տալիս է, այն էլ ես դրանով գոհանում եմ, փառք Հիսուսին, եւ սրանք ուրախանում են, ասում են, «Էս ինչ լավ է», ասում են, «Խնդրում ենք, քո շապիկը տուր, մի հատ հիվանդ կա, ինչ գին ասես կտանք», ասում կներեք, ես շապիկ չունեմ, գիտեք ժողովուրդ ջան, մենք այսօր սովորեցնում ենք մեր զավակներին, որ շապիկ ունենալով է հաջողությունը, բայց այս կյանքի մեջ առանց շապիկի, բայց Հիսուսի հետ պետք է եղնենք։ Սուրբ գրքի մեջ համար կա գրված է Առակաց 3:18-ի մեջ, անիկա իրեն հարողներուն կենաց ծառ է, եւ իրեն բռնողները երջանիկ կլինեն։ Ոչ թե մենք շատ շապիկ ունենալով, այդ շապիկը ճակերտների մեջ, ոչ թե մենք գեղեցիկ տներ ունենալով, ոչ թե մենք լավ աշխատանք ունենալով, ոչ թե մենք առողջ եղնելով ենք երջանելու եղբայրներ քույրեր, ասում որ Հիսուսին բռնի, անիկա երջանիկ կեղնի, թող փառավորվի Տիրոջ անունը, բայց այսօր եկեք խոստովանվենք, որ ցավոք սրտի սիրելիներ, մեզ շատ ժամանակ ձեռք չի տալ, ես պետք է կարդամ Գործք առաքելոց 16-րդ գլխի 16 համարից, ես բանավոր ասեմ չկարդամ, մի քիչ երկար պատմություն է, երբ որ մի աղախին գրված է, որ հարցուկ ոգի ուներ, այսինքն բաղդգուշակող էր, եւ ինքը ասում է իր տերերի համար շատ շահ էր բերեմ, մարդիկ գալիս են փողը տալիս էին, սա գուշակություններ էր անեմ, բռնված էր, սատանան դևը նրա մեջ էր, եւ գիտեք, մի օր էլ առաքյալը հոգնում է, նեղվում է Պողոս առաքյալը ու սրան ասում է Հիսուսի անունով դուրս արի եւ այդ չար ոգին թողնեմ դուրս է գալի։ Ես իմ բառերով եմ պատմում ժողովուրդ ջան, մենք կկարդանք, դուք տանը կարդացեք եւ հետաքրքիր է, դևը մարդու մեջից դուրս է եկել, ուրախալի բանա թե չէ, լավ բանա թե լավ բան չի։ Գիտեք ինչ է տեղի ունենեմ, դրա տերերը գալիս են առաքյալներին, բողոքեմ, ծեծեմ, չգիտեմ, եկա բունտեր բարձրացնեմ, ասում են այս մարդիկ մեզ մեր հացի աղբյուրը կտրեցին։ Այսօր ժողովուրդ ջան, մենք ուզում ենք մեր զավակները Տիրոջ տան նեղնեն, բայց մեր հացի աղբյուրը չկտրի։ Ասում ենք շատ մի խորացի։ Չենք ասում բառերով, մեր խոսքերով ենք թենց ասեմ։ Եթե մեկը Տիրոջ տուն է ուզում գնա, անգամ գործ է եղնեմ ես, երբ որ տեսնում եմ այն երիտասարդները, ովքեր գիշեր ու ցերեկ ստեղ ես գործերի ժամանակ ստեղ են եղել, ասում եմ, բայց ինչքան էլ մարդիկ կան ժողովուրդ ջան, որ ուղակի հենց այնպես, եւ այս մարդու ծնողն է կարասի, տղա ջան, այդքան ուր ես գնեմ, 40-50 հատ երիտասարդ կա, ամեն մեկը մի հատ փետ վեր ունի, այդ գործը կպրծնի, չէ ժողովուրդ ջան, մենք այդ խորհուրդը չտանք, մենք չասենք, որ Տիրոջ տնից այդքան մի խորացի, թող մեկն էլ ուրիշն անի, ոչ, թող բոլորը մենք հանենք ժողովուրդ ջան, եւ գիտեք, այդ երեխեն մեր մեջ երբ որ տեսավ, որ մենք այդքան նվիրված ենք Տիրոջը, ինքն էլ աննվիրվելու։ Ես սա եղբայրները միգուցե էլի են ասել, բայց հիշում եմ եղբայրներից մեկը գալիս է տուն, այն ժամանակ թազա փողեր, հին փողեր կար։
1000 դրամը տալիս է ծնողին, ասում է, «Էս թազա փող տուր էլի»։ Հին փող ա եղնեմ, ասում է, «Թազա փող տուր»։ Ասում է, «Ինչի՞ մար», ասում է, «Տանելու եմ հանգանակություն գցեմ»։ Գիտեք, ժողովուրդ ջան, մենք եկեք էս սովորեցնենք, որ Տիրոջը ամենաթանկը պիտի տանք, որտեվ քո երջանկություն է, ինչքան ուզում ես արա, ինչ ուզում ես քո երեխեքի արա, ես ինչ ուզում եմ անեմ, վերջեմ երջանիկ ա եղնելու այն մարդը, եղբայրներ, քույրեր, որ Տիրոջը բռնել է։ Եկեք սովորեցնենք, որ երջանկությունը Տիրոջը բռնելով է, եղբայրներ, քույրեր, ոչ թե մեր տված խորհուրդներով լավ բժիշկ դառնա, իհարկե լավ բժիշկ դառնա, լավ աշխատանք ունենա, ինչ ենք ասում, եկեք տեսեք ինչ ձևի ենք ուղղությունը թեքեմ, ասում ենք, որպեսի մարդկանց օգուտ տաս, որպեսի մարդկանց բժշկես, որպեսի այն մեկին անվճար անես միգուցե, բայց իրոք մեր նպատակը դա է, դա չի, ժողովուրդ ջան, մեր նպատակը դա չի, մենք ուզում ենք ինքը կյանքում հաջողակ եղնի, ինքը կյանքում հարուստ եղնի, ինքը կյանքում լավ տուն ունենա, լավ ընտանիք ունենա, որ պրոբլեմ չունենա, վերջը էլ մեզ էլ ինչ անի, պահի։ Սա է մեր տված խորհուրդը, ժողովուրդ ջան։ Թող փառավորվի Տիրոջ անունը, պետք է կանգնենք Տիրոջ առաջ։ Եվ մեզանից ամեն մեկը սիրելիներ ուշադրություն դարձնի իր ապրած կյանքին, իր տան մեջ։ Այսօր այդ երեխեքը տենեմ են քո նպատակը դեպի ուր տանեմ։ Եթե քո նպատակը դեպի Տիրոջ տուն է, ինքը սովորելու է, առանց քո խրատների ինքը սովորելու է, բայց ժողովուրդ ջան, ես խնդրում եմ, մենք շատ ասելով չի, քանի անգամ ես ասել երեխուդ, արի գնանք, արդեն ինքը հոգնել է, ես էլ եմ ասել, ես դանցել եմ, ես էլ եմ ասել, արդեն ինքը հոգնել է, բայց եկավ մի օր, երբ որ ինքը Տիրոջը հանդիպեց, եւ երբ որ ինքը Տիրոջը բռնեց, էլ դու իրան չես ասում Տիրոջ տուն գնանք, դու վերես կենեմ տեսնում ես, ինքը արդեն պատրաստ է Տիրոջ տուն գնալու, թող փառավորվի Տիրոջ անունը, սկարաբարագա